Հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային հարցեր Արաղչի Ալիև հանդիպմանը, որքան է հավատարիմ Բաքուն Վաշինգտոնյան թղթերին եւ ինչ սպասել խոսք դրժողից, շնորհակալություն Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար նամակ Սպիտակ տնից, Սյունեցու տարիների տանջանքը ջուրն է լցվել, գառները զանգվածաբար անկում են, պատճառը հայտնի չէ, միջին աշխատավարձի բարձրացում թղթի վրա, քաղաքացին չի զգում իր վրա, հայկական ներկայություն հարևան երկրում, Կարապետյանի գործը շարունակողներ կան, և տարվա երկ 2025-ը տոնական տրամադրություն կապահովի դեկտեմբերի 31-ին։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես, դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկ անգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի։ Պաշտոնական Թբիլիսին այսօր միաժամանակ հայտնել է, որ անցած շաբաթվա վերջին հարցում է ստացել գործընկերներից, որ երկրից չի հստակեցրել։ Այս ֆոնին Բաքու է այցելել Իրանի գլխավոր դիվանագետը քննարկել տարածաշրջանային եւ Երևան-Բաքու հարաբերությունները։ Ինչ սպասի Երևանը Բաքու-Թեհրան այս քննարկումներից, Նայիրի Մուրադյանի անդրադարձը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Եվրոպական միությանը էստի համեցեքով հարավային Կովկաս հրավիրող Ալիևը հյուրընկալել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Արաղչիին։ Մինչև Ադրբեջանը այցելելը Արաղչին գրառում էր արել, հայտնելով, թե տարածաշրջանում խաղաղության ձևավորման ժամանակաշրջանն է։ Ըստ վերլուծաբանների, ակնհայտ է, որ Իրանի համար անընդունելի է իր կարմիր գծերին մոտ արևմուտքի ներկայությունը։ Իրանի համար անընդունելի է նաև իր հյուսիսային հարևաններից Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից կտրվելը։ Կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում հարևանների կենսական շահերը, տեղական կարողությունների օգտագործումն անտեսող ծրագրերից։ Այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ։ Տարածաշրջանային հարցերն ավելի շատ արևմտյան հարթակներում կամ տետատետ Հայաստանի հետ լուծել ցանկացող Ադրբեջան իր արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջարկել է Բաքվում անցկացնել 3 գումարած 3 ձևաչափով հանդիպումը։ Բայրամովը հայտնել է, որ այդ ձևաչափով վերջին հանդիպման ժամանակ Հայաստանը Բաքվի առաջարկը մերժել էր։ Այժմ իրավիճակը փոխվել է եւ այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։ Դոհայում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը թեև մեկ անգամ հակադարձեց Հաջիևին, հայտնելով, թե Միջանցք եզրույթը անընդունելի է Հայաստանի համար, այդուամենայնիվ Ալիևի օգնական Հաջիևը դրանից հետո էլ մի քանի անգամ հորդորջաց Զանգեզուրի Միջանցք տերմինը։ In Azerbaijan we consider the Zangezur corridor. Հացահատիկային դիվանագիտությունից հետո հիմա էլ Ադրբեջանը Հայաստան նավթ ներմուծել առաջարկով է փորձում տարածաշրջանային խաղերում հօգուտ իրեն խնդիրները լուծել։ Ըստ վերլուծաբանների, սակայն ակնհայտ է, որ Սյունիքով անցնող երկաթուղային ճանապարհը առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության շահութաբեր չեն։ Անունը լինի Թրամփ կամ այսպես կոչված Զանգեզուրի Միջանցք, նույնն է, պարզապես անունն է փոխվել, իսկ դա Իրանի մեծ հարված է։ Այնպես չէ, որ Իրանը մոռացել է Իսրայելի 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական դավադրությունը։ Ըստ քաղաքագետների հիմա հանգամանքներն են ստիպում, որ Իրանը լուռ մնա։ Դրանք իհարկե նույնիսկ կապացույցներ եղավ, պարզապես հիմա Իրանը այն վիճակում չէ, որ տարբեր ճակատներում պատերազմներ։ Իրանն իր հակառակորդներին կոշտ պատասխան է տալիս, երբ պահը հարմար է։ Իրանի թիկունքում դավեր նյութող Ադրբեջանի եւ ընդհանրապես թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն ըստ իրանագետների միշտ եղել է Իրանում բնակվող թյուրքալեզուների միջոցով Իրանի մասնատումը։ Հիմա էլ ըստ արևելագետների գործընթացը ակտիվորեն շարունակվում է։ Իրանը, որն ունի աշխարհի լավագույն հետախուզությունը, հաճախակի է որսում իսրայել-ադրբեջանական ռազմական գործակցության մասին տեղեկությունները։ Բացի այդ, նոր չէ, որ Ադրբեջանը Իրանի հետ սահմանին ամրակայում է իր դիրքերը, կառուցում նոր զորանոցներ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում նախատեսվում է անցկացնել հանրաքվե փոխել երկրի մայրօրենքը։ Պաշտոնական Երևանը սա համարում է ներքին հարց, մինչդեռ Բաքուն շարունակում է պնդել, թե խաղաղության երես չենք տեսնի, եթե իրենք չտեսնեն Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Մյուս կողմից, մեկը մյուսի հետևից այդ երկրի նախագահը դրժում է օվկիանոսից այն կողմ տրված խոստումները։
Հոդված համար 2, 4, 8 սրանք Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետների ստորագրած խաղաղության նախապայմանագրի այն կետերն են, որոնք Բաքվի բռնապետը սկսեց ոտքի տակ առնել, ոտքը սպիտակ տնից դեռ դուրս չդրած։ Նախախաղաղության երկրորդ հոդվածով օրինակ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անցնող 4 ամսվա ընթացքում Ալիևի եւ նրա պաշտոնյաների լեզվից այդպես էլ չիջավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն իրականում Թրամփի պատվին կոչված երթուղին է Հայաստանի ինքնիշխան տարածքով ապահովելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չորրորդ կետում ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունն է, բայց հենց նույն պայմանագրի նախաստորագրությունը վերջնական դարձնելու համար Ալիևն առանց ավելորդ դիվանագիտական աճպարարության ուղիղ ասել է. պետք է փոխվի մեր մայր օրենքը, սահմանադրությունը, որտեղ էլ իբր տարածքային հավակնություններ կան իրենց նկատմամբ, իսկ սահմանադրական փոփոխության պահանջն ինչ է, եթե ոչ ներքին գործերի միջամտություն, ընդ որում այս գնահատականը հենց պաշտոնական Երևանն է տվել, եւ վերջապես հոդված համար 8 պայքար ռասայական խտրականության դեմ, սա օգոստոսի 8-ին Ամերիկայում պատմական կոչված իրադարձությունից 17 օր հետո Ալիևը մոռացավ նահանգների նախագահի առջև ինչ երդումներ է տվել։ Հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ։ Պայմանագրի մի կողմը չի ցանկանում իր շահը պաշտպանի, մյուս կողմը պարզ է, որ ցանկացած խախտում մարսելու է։ Եվ եթե դրույթը պայմանագրի նախաստորագրված փաստաթղթի էական պայման ենթադրող դրույթ է, ապա հայկական կողմը հետ կանգնի մնացած բոլոր դրույթներից, ասելով, որ մինչև մի այս դրույթը չապահովի ինքը առաջ չի գնալու։ Այդ փաստաթղթը իր հիմքով բավականին իրավական տեսանկյունից բավականին խոցելի է, անուղղակիորեն արդարացնում են էթնիկ զտումները Արցախի։ Բոլոր առումներով քաղաքական գործոնն ավելի մեծ է, քան իրավական։ Ինչ վերաբերում է պայմանագիրը վերջնական դարձնելուն, ասել է, թե հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության կուլմինացիային հասնելուն առայժմ կոնկրետ ժամկետներ չկան։ Բաքուն մեր սահմանադրությունը փոխելու պահանջից հետ չի կանգնում, իսկ Երևանում պաշտոնյաները բանաձևում են, թե մեծ հույսը կա, ապագայում պայմանագիրը կստորագրվի։ Խաղաղության գործընթացն այս պահին բնականon հունով շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այս առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ թե Ալիևի պահանջը բավարարելու, այլ մայր օրենքի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառաբանությամբ են Հայաստանի իշխանությունները նախատեսել անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն առնվազն 6 ամիս փաստաթղթային խաղաղությունը չի գա ու չի գա։ Մինչև այդ փորձագետները նաև պնդում են Ադրբեջանի հասարակաքաղաքական տրամադրություններում էական փոփոխություններ չկան։ Միջազգայնագետն այստեղ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքն է հիշեցնում Բաքու այցելած հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին, թե մեր հանրությանը փոխանցեն, որ կոնֆլիկտն իրենց համար ավարտվել է։ Եթե մենք խոսում ենք երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, ապա նման հայտարարություններ հենց պետք է ղեկավարության կողմից հնչեն, բայց իրականում մենք ինչ ենք տեսնում, որ ղեկավարության կողմից Ադրբեջանի հնչում են բոլորովին հակառակ հայտարարություններ։ Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը հնարավոր ու անհնար ինչ քայլի ասես, որ չդիմեց տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Եզրակացնում է մասնագետն ու հավելում Ալիևի կաբինետին էլ սպասումն է պատել, սպասումը Հայաստանի ընտրության, ինչ խորհրդարան կձևավորի հայ ժողովուրդը հետագա հաշվարկների համար է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արշևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Սյունեցու տարիների տանջանքը ջուրն է լցվել, գառները զանգվածաբար անկում են, պատճառը հայտնի չէ։ Միջին աշխատավարձի բարձրացում թղթի վրա, քաղաքացին չի զգում իր վրա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Մայրաթորը խստորեն դատապարտում է իշխանության կողմից եկեղեցական կարգ ու կանոնի խախտումով պատարակների կազմակերպումը, դա վիրավորում է հավատացյալների հոգևոր զգացմունքները, պառակտում սերմանում հավատացյալների մեջ։ Հայտարարության մեջ հայ առաքելական եկեղեցին հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը եւ վերադառնալ կանոնական դաշտ։ Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է թե պետական, թե մասնավոր հատվածում, վիճակագրական կոմիտեն նաև թվեր է հրապարակել, բայց իրականում ով է դա զգում իր գրպանում, այն դեպքում, երբ քաղաքացիների փոքր հատվածն է բարձր վարձատրվում։ Ժամի անդրադարձ։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,000 դրամ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 4,9%-ով եւ դարձել 228,000 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 5,2%-ով, դառնալով 320,000 դրամ։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հուսադրող եւ տրամադրություն բարձրացնող տվյալներն են։ Ձերը չի բարձրանում, քանի որ նման աշխատավարձ չեք ստանում։ Բնական է, միջին աշխատավարձը միջինացված ցուցանիշն է բոլոր աշխատողների ստացածը բաժանած աշխատողների թվի վրա։ Այս հավասարման արդյունքում ստացվող թիվը ամենամեծ քանակը աշխատողների դա կրթության եւ մեծածախ մանրածախ առևտրի ոլորտների աշխատողներն են։ Կրթության պարագայում միջին աշխատավարձը հոկտեմբերի դրությամբ 170,894 դրամ է, մեծածախ մանրածախ առևտրի պարագայում 227,841 միջինացված աշխատավարձ է։ Այս երկու ոլորտներում է աշխատում Հայաստանում գրանցված աշխատողների մոտ 30%-ը, սակայն, ինչպես հասկացաք, այդ մարդկանց միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Հայաստանի միջին աշխատավարձն է։ Փոխարենը բավականին բարձր է փոքր երկու խմբում ընդգրկված քաղաքացիների աշխատավարձերը։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներում, որտեղ զբաղվածները 36,680 են, ընդհանուրի 4.7%-ը, նրանց աշխատավարձը 1 միլիոն դրամը գերազանցել է։ Կոպիտ հաշվարկով 10 աշխատողից մեկը ծրագրավորող է, որի աշխատավարձը գուցե աճել է եւ դարձել է ամիսը 1.5 միլիոն դրամ։ Մյուս 9-ի աշխատավարձը մնացել է անփոփոխ 200,000 դրամ։ Ըստ այդմ, վիճակագրությունը ցույց կտա, որ 10-ի միջին աշխատավարձն էլ էականորեն աճել է, շնորհիվ մեկ ծրագրավորողի։ Այդուհանդերձ, որպես դրական փոփոխություն հաճախ նշվում է գնաճ աշխատավարձերի բարձրացում հարաբերակցությունը։ Միջին աշխատավարձը 66,3%-ով ավել է, քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճը ինչքան է։ Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3%։ Այսինքն մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ Առաջին անհրաժեշտության բարենամթերքը որքանով է թանկացել։ Իսկ երբ որ մենք ուշադրություն դարձնենք այդ թանկացումներին, ապա դա ոչ թե 20% կլինի եւ ոչ էլ միջին աշխատավարձի 60% կլինի, այլ շատ դեպքերում 100, 200 եւ ավել բարձրացումներ կլինեն։ Գիտության եւ կրթության ոլորտի աշխատավարձերի վերաբերյալ նախկինում էլ են հնչել հավաստիացումներ, թե էական աճ է գրանցվել այդ դաշտում, բայց հետագայում պարզվել է, որ նման բարձր աշխատավարձ ստանում են ոչ թե տվյալ հաստիքի բոլոր մասնագետները, այլ կոնկրետ ինստիտուտի կոնկրետ մի քանի մասնագետներ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Արդեն քանի օր է Խնձորեսկում գյուղացին ահու դողով է բացում անասնագոմի դուռը, հանկարծ անկած կենդանիներ չունենան։ Բանն այն է, որ արդեն մեկ շաբաթ է գյուղացու գառները հերթով անկում են, որն է պատճառը, պաշտոնական եզրակացություն դեռ չկա, կա գյուղացիների տեսակետը, որ գյուղը վարակիչ հիվանդությունների ճիրանում է հայտնվել։ Խնձորեսցի Արա Գրիգորյանի ոչխարի հոտից 150-ից ավել գառ է սատկել, նրա ընտանիքը վարկ էր վերցրել, տանջանքով տնտեսություն ստեղծել ու հիմա նրա խոսքով ամեն ինչ ջուրն է լցվում։ Մոտակա ժամանակներում մայր գումար կա, մեծ գումար կա, մուծելու ես չեմ մանում։ Եթե պետությունը չօժանդակի, մենք չեմ մանում ինչ առաջ է կանգնելու։ Գյուղում մոտ 10 օր է փոքր եղջերավոր անասունների անկում է նկատվում, տեղացիների խոսքով անկումները սկսվել են հանկարծակի, կենդանիները կորցրել են ախորժակը, թուլացել եւ մի քանի ժամ անց սատկել։ Թեև որոշ հովիվներ ենթադրում են, որ պատճառը կարող է լինել վարակիչ հիվանդությունը կամ թունավորումը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Ոչխարները սկսեցին կաղել, ասում են տարածված դաբաղ հիվանդություն կա, երևի դրանից, հա։ Ոչխարը ֆորմալինի լուծույթով մեկ էլ կրալին խառնել ենք, տենց մասնագետներից հարցրել ենք, ոտերը անցել, հա, սենց վաննա սարկած, գառներին էլ պենեստրեպ, նեոստրեպ, ինչ ասել են, տենց մի գրամից սրսկել ենք, որը փրկվել է, որը չի փրկվել։ Խնդրի մասին տեղյակ են նաև պատկան մարմինները, նորանշանակ վարչական ղեկավար Արմինե Սաֆյանի խոսքով արդեն քայլեր են ձեռնարկվում։ Քննարկել եք մասնագետի հետ, դիմել համապատասխան մարմիններին, անում եք ամեն ինչ յոքուտ գյուղացու։ Խնձորեսկի անասնաբուժական ծառայությունը սատկած կենդանիներից վերցված նմուշներն ուղարկել է լաբորատոր փորձաքննության, բարձելու հնարավոր վարակները։ Որ պատասխաները կա տեսնեք, դա ինչ հիվանդություն է, թե միկրոբային հիվանդություն է, թե հողային ինֆեկցիոն հիվանդությունները մեր չեք կարող իմանալ։ Բայց կարծեմ տոքսիկ լուծելա, դեզինտերիա գառների մոտ այդ
Գյուղի բնակիչները մտահոգված են, քանի որ կենդանիների անկումը լուրջ տնտեսական հարված է համայնքին։ Բացի նյութական վնասից, մարդիկ վախենում են նաև հիվանդության տարածման հնարավոր ռիսկերից։ Ոչխար եք վայել, գառերը կոտորվել են, գյուղապետարան դիմել եք, անասնաբուժարան գնացել եք, դեղ բանանարել, միջը օրոսել է, հələ կոտորում են գարում։ Ոչ մեկն էլ չկա, որ մի բան ասի, մեկ էլ բուժեք ոչխարը։ Որապես մի 150 հատ գառ ասատկել, արդեն սատկել, այլ է այդքան։ Մինչ մասնագետները փորձում են հասկանալ ինչն է խափանել Խնձորեսկի հոտերի խաղաղ ընթացքը, գյուղացիներն ամեն առավոտ մտավախությամբ են մոտենում գոմերին, հուսալով, որ այս անգամ գառների շարքում նոր կորուստ չեն տեսնի։ Արևիկ Աբելյան, ժամալրատվական։ Կենտրոնական բանկը հրատապ հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին ֆինանսական խարդախության նոր դեպքերի մասին։ Զեղծարարները ներկայանալով որպես կենտրոնական բանկի ներկայացուցիչներ փորձում են մոլորեցնել հաճախորդներին եւ հափշտակել նրանց դրամական միջոցները։ Կենտրոնական դրամատնից տեղեկացնում են կենտրոնական բանկը չի կատարում նմանատիպ զանգեր եւ ֆիզիկական անձանց համար բանկային սպասարկում չեն իրականացնում։ Քաղաքացիներին հորդորում են չտրվել սադրանքներին։ Եթե դուք զգում եք, որ ձեզ դրեցին էմոցիոնալ ինչ-որ վիճակի մեջ, ու սկսում են շտապեցնել, որ արագ է պետք անել, հիմա ներդրում արեք, թե չէ, հետո չի լինի այս հնարավորությունը, դա գրեթե միշտ պիտի ձեզ համար ազդակ դառնա, որ չի կարելի շտապել։ Երկրորդ, կարևոր է այլընտրանքային ճանապարհով ստուգելը։ Արգելափակվել է Hello-Bit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունից հայտնում են, որ միջազգային համագործակցության շնորհիվ տվյալ հասցեները այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։ Կասկադի վերին անավարտ հատվածի շինարարությունն ու հարակից տարածքի կառուցապատումը կիրականացվի զուգահեռ։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանում տեղեկացրել են, որ այսպես կապահովեն քաղաքաշինական միասնականություն։ Քաղաքապետի խորհրդականի խոսքով ծրագրի իրականացման վերջնաժամկետը շինթույլտվության պահից սկսած 5 տարի է։ Ծրագրով ի դեպ նախատեսել են նաև Կասկադի հարակից համայնքային հողամասի բարեկարգում որպես քաղաքային այգի, ինչպես նաև նոր ճանապարհային հանգույցների կառուցում։ Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի, այսպես ասած, տրամաբանություն ֆինանսական, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա, խնդրում եմ փորձենք մնալ այդ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակներում եւ դրանից շատ ավել չանցնենք, այսինքն նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք դա 70-ի կարգի, խնդրում եմ այդ շրջանակներում կարողանանք մնալ, որպեսզի համ արագ առաջ շարժվենք, համ էլ ստանանք որակյալ ենթակառուցվածք։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Հայկական ներկայություն հարևան երկրում Կարապետյանի գործը շարունակողներ կան եւ տարվա երկ 2025-ը տոնական տրամադրություն կապահովի դեկտեմբերի 31-ին։ Մետեոաշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի ներքո, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Տասնամյակներ շարունակ նա ֆոտոխցիկը ձեռքին գյուղից գյուղ անցավ, նկարեց ամեն հայկականն ու փոխանցեց սերունդներին։ Այսօր, երբ նա չկա, նրա գործը շարունակում են գործընկերները։ Այսպես լույս է տեսել երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի «Ախալցխա» գրքի անգլերեն տարբերակը, որը քարե լուռ վկաների միջոցով պատմում է հայաբնակ գյուղերի պատմությունը։ Մեկ գրքով մի ամբողջ պատմություն, եկեղեցիներից ու խաչքարերից մինչև վիմագրեր, քարտեզներ եւ պատմական լուսանկարներ։ Հուշարձանների լուսանկարներն են, չափակրություններն են։ Ռաֆիկ Հորթորշյանը խնամքով թերթում է ավագ գործընկերոջ թողած ժառանգությունը։ Շուրջ 20 տարի հայի մշակույթն ու պատմական հետքը հարևան Վրաստանում ուսումնասիրելուց, հավաքագրելուց հետո լույս է տեսել հուշարձանագետ պատմաբան Սամվել Կարապետյանի թվով 11-րդ «Ախալցխա» գրքի անգլալեզու հրատարակությունը։ Սամվելը ինքը նշում էր, որ այո, Ախալցխան իր ուսումնասիրությունների ընթացքում
Հայաստանի պատմությունն ուսումնասիրելու ընթացքում մշտապես ախալցխա բնակավայրը իրեն հանդիպել է եւ սակայն քիչ են այդ տարածքի հուշարձանների ուսումնասիրությունները, հատկապես դաշտային ուսումնասիրությունները եւ հիմքը այդ դաշտային ուսումնասիրությունների բացը լրացնելն է եղել։ Ինչպես պարզ է դառնում գրքից, քաղաքի հիմնման օրվանից միջնադարից հայերն այստեղ ապրել եւ ստեղծագործել են, թողնելով մշակութային հարուստ ժառանգություն։ Ախալցխա հատորում հեղինակը հնարավոր բոլոր մանրամասներով ներկայացրել է տարածաշրջանի պատմությունը։ Ավելի քան 300 էջանոց գրքում կան տարաբնույթ տեղեկություններ, ներկայացված են անվանի այն հայերը, որոնք ծնվել են Ախալցխայում, տեղի հայկական դպրոցներն ու բոլոր բնակավայրերը, ինչպես նաև ներառված է տեղանունների ու անձնանունների ցանկ։ Հարյուրավոր արձանագրություններ կան հայերեն, որոնք հիմնականում առաջին անգամ են հրատարակվել, տասնյակներով հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլն նրանց մասին տեղեկություններ են առաջին անգամ 30-ից ավելի բնակավայրի պատմություն, որոնք հայաբնակ են, մինչեւ այսօր էլ հայաբնակ են։ Մասնագիտական խմբի ուսումնասիրություններն իրականացվել են դեռ 1988-ից։ Քորթոշյանը հատկապես կարևորում է 14-րդ դարի Սուրբ Սաֆայի վանքը, որն իր տեսակով, նշանակությամբ ու ճարտարապետական ոճով եզակի կառույց է։ Աշխատությունը ներկայացնում է նաև ամենավաղ շրջանի հուշակոթողներն ու եկեղեցիները, որոնք թվագրվում են 14-րդ դարով։ Խաչքարեր կան Ախալցխայի Բերդի, որը հետագայի կառույց է, կառուցվել է եւ այդ խաչքարերը վերաօգտագործվել են, այսինքն հավանաբար եղել է մեծ խաչքարերով գերեզմանոց եւ Ախալցխայի Բերդը Օսմանյան երևի ժամանակաշրջանում վերակառուցելու ժամանակ հենց այդ խաչքարերը օգտագործվել են պատերի մեջ։ Համապարփակ այս աշխատությունը ձևավորվել է որպես գիտական հենք կարևորագույն աղբյուր Ախալցխայի տարածաշրջանի հայկական մշակութային, պատմական ու ճարտարապետական ժառանգության ուսումնասիրության համար։ Տասնամյակներ տևած դաշտային աշխատանքների, արձանագրությունների հավաքագրման, հուշարձանների մանրակրկիտ չափագրումների ու վիմագրական տվյալների համադրման արդյունքում ստեղծված այս հատորը ոչ միայն ներկայացնում է անցյալի փաստերը, այլև ապահովում դրանց գիտական ու գործնական կիրառությունը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Շարունակենք բնական հումքից կատնամթերք արտադրողից մինչև ամուր ու հուսալի շենք կառուցող մեկ հարթակում։ Այսպես ավելի քան 150 ընկերություն մասնակցել է որակի նշան Էքսպո 2025 ցուցահանդես վաճառքին։ Միջոցառումը կյանքի են կոչել որակի նշանն ու BS Cosmo ընկերությունները։ Նախադեպը չունեցող եւ իր տեսակով չկրկնվող մասշտաբային որակի նշան Էքսպո 2025 ցուցահանդես վաճառքն այլևս իրականություն է։ 3 օր շարունակ Meridian Expo կենտրոնում որակի նշան ընկերությունը BS Cosmo ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում ցուցահանդես վաճառք իրականացրեց, որի գլխավոր հովանավորը Ike Group ընկերությունն էր։ Հատուկ Էքսպոյի եւ բոլոր հյուրերի համար Eco Motors ընկերությունը, որը եւս իր տաղավարով ներկայացավ հաճախորդներին, բոլոր հետաքրքրվողներին տրամադրեց 3% զեղչ, ինչպես նաև էլեկտրական մեքենաների համար 5 տարի կամ 200,000 կիլոմետր երաշխիքային սպասարկում։ Փորձը շատ մեծ է, հարուստ է եւ շատ հետաքրքիր հաճախորդների հետ կապված, որովհետեւ բոլորը մեկ հարթակում կարողանում են ծանոթանալ միանգամից մի քանի տեսակների բեռնատարների հետ։ Գլխավոր հովանավոր Ike Group ընկերությունը կատնամթերքի ու պանրային լայն ու հարուստ տեսականին ներկայացնելու էր եկել իր տաղավարով, շեշտը դնելով հենց որակի վրա։ Էքսպոն մեզ տալիս է, որ մարդիկ ճանաչեն տվյալ ապրանքանիշը, համտեսեն, զգան որակը։ Արդեն 15 տարի հայկական շուկայում հայտնի Soft Red ընկերությունը այս տարի եւս իր մասնակցություններ բերել Էքսպոյին։ Որակյալ տնտեսական ապրանքներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին կարգախոսով։ Մեր ընկերությունը ամեն տարի մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, թե տեղական, թե միջազգային, հայկական սպառողներին մեկ անգամ եւս ցույց տալով մեր արտադրանքը եւ նորությունները։ Էքսպոյին իր մասնակցությունն ուներ նաև MySpace ընկերությունը, որը ներկայացրեց ինչպես Հայաստանի առաջնային շուկայում կառուցապատողների գույքերը, այնպես էլ Կիպրոսի եւ Դուբայի շուկաներին։ Կառուցապատողները Էքսպոյի շրջանակներում հանդես եկան հատուկ առաջարկներով, հնարավորություն տալով մարդկանց տարաժամկետ պայմաններով եւ քիչ կանխավճարով գույք ձեռք բերել արտոնյալ պայմաններով։ Կարևորում ենք նման միջոցառումներին եւ մասնակցությունը եւ կազմակերպչական հնարավորությունները, որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում եւ լավ ծանոթություններ եւ իհարկե մեր
մեր ծառայությունները կարողանում ենք ճիշտ ներկայացնել։ 3 օր շարունակ մեկ հարթակում համախմբվեցին ավելի քան 150 հայկական ընկերություն։ Էքսպոին մասնակցեցին այն ընկերությունները, որոնք անցել են որակի վերահսկման կրկնակի լաբորատոր քննություն ու ներկայացել իրենց արտադրանքով, ապացուցելու, որ իսկապես արժանի են որակի նշան կոչմանը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Դասերը Արբանյակում, բայց դեռ գետնի վրա դասարանից ուղեցիր գաղափարով Յուքոմը գործընկեր կառույցների հետ սկսել է ապագայի մասնագետներ պատրաստել, ովքեր կհմտանան ավիատիեզերական ինժեներության ոլորտում ու կներկայացնեն Հայաստանը նաև միջազգային հեղինակավոր ընկերություններում։ Փոքր արհեստական Արբանյակ, վերգետնյակայան, պարաշյուտ եւ գործնական ուղեցույցներ, տիեզերք 1-0 ուսումնական փաթեթն է, որը Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը եւ CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը հանձնեցին Մոսկվայի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի Երիցյան վարժարանին եւ Արեգ Նազան կրթահամալիրին։ Ուսումնական հաստատությունների մանկավարժները, որոնք նախապես վերապատրաստվել են, այսուհետև հնարավորություն կունենան իրական արբանյակներով դասերն անցկացնել։ Դասարանից ուղեցիր այս գաղափարով է առաջնորդվում տիեզերական ինժեներական կրթությունը դպրոցականների եւ ուսուցիչների համար հասանելի դարձնելու նախաձեռնությունը, որին Յուքոմը շարունակում է աջակցել։ Յուքոմում շատ են կարևորում տեխնոլոգիական կրթությունը։ Հատկապես որ ինքը ուղղված է լինում նոր սերունդին, այս սերունդները պատրաստում ենք ապակայում միգուցե կստացվի եւ այս բադանիներից կամ երիտասարդներից մեկը կհայտնվի ինչու՞ չէ NASA-ում։ CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը եւ Pocket Cube-ը, ինչպես նաեւ տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր դպրոցների եւ համալսարանների համար։ Ես կասկած չունեմ մեր երեխաների գիտելիքների կամ կարողությունների վրա։ Շատ կարևոր է մեզ համար, մենք շատ շնորհակալ ենք պարոն Իրիկյանին, Յուքոմ կազմակերպությանը, որովհետև նա իրենց հովանավորությունը եթե չլիներ, եթե իրենք մեզի չընդգրկեին իրենց ծրագրերի մեջ, մենք այս ամբողջը չէինք կարող անել։ Նախաձեռնությունը միտված է STEM կրթության խորացմանը, ավիատիեզերական ճարտարագիտության առաջին քայլերի ձևավորմանը, մարզային դպրոցների տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը, ինչպես նաև ապագա ինժեներների համար պրակտիկայի եւ կարիերայի նոր հնարավորությունների ստեղծմանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Լեփլեցուն դահլիճ, հայտնի ու սիրված երգիչներ, աննախադեպ շոու ծրագիր։ Այսպես տարվա երգ 2025-ը համախմբեց անվանի հայ արտիստներին, ովքեր միլիոնավոր դիտումներ ունեն սոցիալական հարթակներում, իսկ նրանք, ովքեր մարզահամերգայինում չեն հետևել փառահեղ երեկոյին, Armenia-ի եթերում կարող են դիտել դեկտեմբերի 31-ին։ Հայկական շոու բիզնեսի ամենասպասված մրցանակաբաշխությունը տարվա երգ 2025-ն արդեն իրականություն է։ Խելահեղ շոու ծրագրեր, սպասված պրեմիերաներ, սիրված երգեր ու հատուկ հյուրեր։ Երրորդ անգամ Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխությունը 2017 թվականից անցկացվում էր Սոչիում։ Այս անգամ իրենց սիրված հիթերով ներկայացան հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված ու սիրված երգիչները։ Երեկոն հագեցած էր գերժամանակակից լուսային ու ձայնային վիզուալ էֆեկտներով։ Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, գիշերով գնանք օտար քաղաք, համբուրվենք երկար Արի թղթի վրա նկարենք փոքրիկ նավակ, սերս Գրիգոր Գասպարյանը, ով 6 տարի մրցանակաբաշխության բեմադրող ռեժիսորն է եղել, ասում է, այս տարի որոշեցին երգչուհի Իվետ Ամուկուչյանի հետ վարել մրցանակաբաշխությունը։ Ռեժիսորներ են արդեն զբաղվում, պրոֆեսիոնալ ռեժիսորներ եւ բեմադրությամբ դահլիճում եւ նկարահանմանը։ Ես հակա սմոկինգը եւ այս անգամ դուրս եկա բեմ, մի փոքր ես ինձ ավելի լավ եմ զգում բեմում, մանավանդ Իվետի հետ այսօր առաջի անգամ էինք որպես հաղորդավարներ դուետ, ինձ շատ դուր եկավ։ Շատ
հզոր պատասխանատվությունը եւ բեմի վրա կանգնած դու պետք է բոլորին զգաս, այնպես որ այս տարի իրոք շատ թեթև էր, շատ հավես եւ կարծում եմ որ ստացվեց։ Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց Արտուր Գրիգորյանի հեղինակած վերջին երգերից մեկը՝ Սերը կիչնի, որը նա նվիրել էր երգչուհի Անահիտ Ադամյանին։ Արտուր Գրիգորյանի ցանկությունն է եղել, որ այդ երգի խոսքերը հեղինակի Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումը Կարեն եւ Սևակ երաժիշտները։ Երեկոյի ընթացքում պարային հետաքրքիր համարներով հանդես եկան Ամարաս Դեն ստուդիոն, ռուսական հանրահայտ Տոդես խումբը։ Կարևորը մոտիվացիա ու ստիպում է քեզ, որ փորձես նոր բաներ անես, որ նոր երկեր դուրս գան, որ ժողովուրդը սիրի ու նորից ստեղ լինես։ Ոգևորող են, ոգեշնչող են արտիստերին, բացի նրանից սա առիթ է հանդիպելու հանդիսատեսի հետ։ Տարվա հիթերն ընտրվում են YouTube-յան մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ, հրավիրվում հատուկ հյուրեր։ Այս անգամ տարվա երգմրցանակաբաշխության հատուկ հյուրերից էր վրացական հայտնի Նիկոս Բենդը։ Արտիստներ եղան, ովքեր մրցանակ ստացան առաջին անգամ։ Կարևոր մոտիվացիա է, նկատում են արտիստներն ու հավելում, սա բացառիկ հնարավորություն է ստեղծագործելու ու նոր էներգիայով ստեղծագործական տարին սկսելու համար։ Մեկ տարի առաջ այսօրը մեր Քիսմետ երգը ծնունդ ունեցավ մեր բենդի կողմից եւ մեկ տարի հետո մենք որպես լավագույն երգ շնորհակալ ենք շատ։ Կարևոր է այնքանով, որ մոտիվացնում է արտիստերին էլի ստեղծագործել։ Ես կուզեմ նոր սերնդի շատ տաղանդավոր արտիստներ այստեղ եւս բեմում Երևան, որովհետեւ արժանի են։ Իրականում մրցանակաբաշխություններին է, որ զգում ես ժողովրդի իրական սերը ու գնահատանքը երկին, քո արած աշխատանքին։ Շնորհակալ եմ շատ։ Առաջին հերթին դա ժողովրդի վստահությունն է, սերը, ինչը ինձ համար իմ կյանքում առաջին տեղում է, որի համար միայն կարելի է ապրել, ստեղծագործել։ Տարվա երգ 2025 մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես Armenia TV-ի հավատարիմ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 31-ին Armenia TV-ն խոստանում է ապահովել տոնական ջերմ ու ուրախ տրամադրություն։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այս կիրակի դեկտեմբերի 14-ին կվարվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, իսկ Ջերմուկում առաջիկայում նոր օդանավական կկառուցվի նախ ներքին, ապա միջազգային չվերթների համար։ Այս եւ օրվա այլ թեմաները հաջորդիվ տեսաշարում։ Ջերմուկ քաղաքում կկառուցվի նոր փոքր օդանավակայան։ Forbes պարբերականին հայտնել է համայնքի ղեկավարը։ Նոր օդանավակայանը ըստ Ջերմուկի ղեկավարի նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Սկզբում կլինեն ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ չվերթերը կընդլայնվեն միջազգային ուղղություններով։ Ջերմուկում նոր օդանավակայանի կառուցման թեման քննարկվում է 2 տասնամյակից ավելի։ Քաղաքում այս պահին էլ չգործող օդանավակայան կա։ Այն գտնվում է Երևան-Ջերմուկ ճանապարհի հարևանությամբ Արփագետի ձախ ափին։ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն 2025 թվականի նոյեմբերի 20-ից 30-ը ժամանակահատվածում օդի որակի կտրուկ վատթարացում է արձանագրվել։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել է, թե թաղապետարանների աշխատակիցները վարչական շրջանում տերևներ պետք է չվառեն։ Հակառակ դեպքում վարչական շրջանի ղեկավարներից նկատողություն կստանան, ընդհուպ աշխատանքից ազատում։ Գեղարքունիքի մարզում կեսօրին հարավկովկասյան երկաթուղու բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից։ Գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար։ Ընկերությունից հայտնել են, որ տեղանքում քարաթափում է եղել եւ գնացքը չի կարողացել արգելակել, որի հետևանքով 3 վագոնները բախվել են իրար։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Toyota Camry մակնիշի ավտոմեքենան հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ եւ ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Բժշկական կենտրոններից մեկը ահազանգել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանը, ում դեմ հարձակում է եղել։ Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին։ Այս մասին տեղեկությունը հայտնել են Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Մայրաքաղաքի կենտրոնում դեռևս շարունակվում են տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքները։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին կպատմի Լիլի Հովերը։
Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 6 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 6-ից 9, Լոռիում 4-ից 8, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 10 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 6-ից 9, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 7-ից 9, երեկոյան 4-ից 6 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։